Գիտեք չէ, Coca-Cola-ի հեղինակը այն ստեղծել է նարկոկախվածությունից ազատվելու համար։ 1865 թվականի ապրիլին զինվորական ծառայության մեջ գտնվելու ժամանակ դեղագործ Պեմբերտոնը կրծքավանդակի շրջանում վնասվածք է ստանում եւ ցավը մեղմելու համար մորֆին է ընդունում։ Որոշ ժամանակ անց վերքը բուժվում է, բայց թմրանյութից կախվածությունը մնում։ Պեմբերտոնը փորձում է ձերբազատվել թմրամոլությունից ալկոհոլի, գինու եւ կոկաինի խառնուրդի միջոցով։ Նա ստեղծում է խմիչք կոկայի տերևների հումքով, որն օգտագործվում էր նաեւ առողջության նկատառումներից ելնելով, թեթևացնում էր ցավը, բայց չէր պարունակում ափիոն։ Այսպիսով այն կոչում է ֆրանսիական կոկաինովային գինի Պեմբերտոնից։ Սակայն 1885 թվականին ալկոհոլի արգելքի մասին օրենքի ընդունումից հետո Պեմբերտոնը պետք է նոր բան մտածեր։ Նա ստիպված էր փոխել խմիչքի բանաձևն ու անվանումը։ Վերացնելով ալկոհոլային բազան, նա ավելացրեց գազավորված այրված շաքարի օշարակ եւ այն անվանեց Coca-Cola։ Չնայած որ ըմպելիքը հորինվել էր նարկոկախվածությունից ազատվելու համար, սակայն ցավոք ինքը Պեմբերտոնը երբեք չկարողացավ հաղթահարել այդ վատ սովորությունը։ Նա մահացավ Coca-Cola-ի ստեղծումից 2 տարի անց։ Մահից ամիսներ առաջ դեղագործը վաճառել էր բաղադրատոմս ընդամենը մի քանի $100, չպատկերացնելով, որ մի քանի տարի անց իր ստեղծած ըմպելիքը կգրավի աշխարհը։ Իսկ դուք հաճախ եք խմում Coca-Cola, գրեք մեկնաբանություններում։ Այսօր էլ այսքանը, մինչ հանդիպում։